Պարոն Մելիքյան, ես կցանկանայի, որ դուք հանրությանը ավելի մատչելի կերպով բացատրեք, թե ինչ է սպասվում Սամվել Վարդանյանին այսօր Դավիթ Արղամանյանի որոշումից հետո նրան կալանավորելու են, թե ոչ, ինչ է սպասվում եւ որ մասով ինքը մեղավոր ճանաչի։ Շատ կարևոր հարց եք տալիս, որովհետեւ մեզ հետաքրքրող հարցը այն էր, որ Սամվել Վարդանյանը չենթարկվի ազատազրկում պատժատեսակի։ Սա շատ կարևոր էր հաշվի առնելով խոշտանգման ենթարկված լինելու հանգամանքը։ Եվ թեև մենք չենք կարող գոհ լինել վերդիկտից, որովհետեւ մենք պնդում էինք, որ երկու մեղադրանքով էլ պետք է արդարացման վերդիկտ կայացվի։ Մանրամասնեմ, հա։ Նրանցից մեկով եղել է արդարացման վերդիկտ, մյուսով մեղադրական վերդիկտ։ Այնուհանդերձ մենք համարում ենք սա իրավունքի հաղթանակ այն պատճառով, որ ոչ մեծ ծանրության հանցանք է խուլիգանության առաջին մասը, որով մեղադրական վերդիկտ է եղել, իսկ մյուս հանցակազմը, այսինքն ատելություն, չգիտեմ ինչ հրահրելը, դա միջին ծանրության հանցակազմ էր, ավելին, որով արդարացվել է, ավելին միայն ու միայն ազատազրկում էր նախատեսում, 1-ից 4 տարի ժամկետով։ Օրինակ, հիշենք, որ դրանով դատվեց Նարեկ Մալյանը եւ ազատազրկման դատապարտվեց։ Այսինքն միայն ազատազրկում էր նախատեսում եւ ես դատական նիստերից մեկի ժամանակ այս հարցը բարձրացրել եմ, ինչքանով է արդարացի, որ մինչեւ 4 տարի ժամկետով ազատազրկում նախատեսող հոդվածով լինի միայն ազատազրկում, չլինեն այլընտրանքային պատիժներ, որովհետեւ այլ դեպքերում այդպես չի, այլընտրանքային պատիժներ կան։ Հիմա շատ կարեւոր է, որ այդ հանցակազմով եղավ արդարացման վերդիկտ եւ լրացուցիչ դատալսումներում քննարկվելու է բացառապես խուլիգանության հանցակազմի համար պատիժը։ Ընդ որում հիմա մեր քաղաքացիները կարող են 297 հոդվածի առաջին մասը դիտել եւ տեսնել, որ այնտեղ նույնպես նախատեսված է ազատազրկում, բայց մեկ այլ հոդվածով, ընդհանուր մասի հոդվածով սահմանված է, որ առաջի անգամ ոչ մեծ ծանրության արար կատարած անձի նկատմամբ ազատազրկում պատժատեսակ նշանակվել չի կարող, այսինքն մյուս բոլոր այլընտրանքները կարող են նշանակվել տուգանք, կարող են նշանակվել հանրային աշխատանքներ եւ այլն, բայց չի կարող նշանակվել ազատազրկում, ինչը մեր համար այսպես պլան մինիմումի տեսանկյունից համարում եմ իրավունքի հաղթանակ է, այսպես չեմ ասում, մեր հաղթանակ կամ ինչ-որ մեկի հաղթանակ, չէ, սա իրավունքի հաղթանակ է եւ բոլոր այն մարդկանց, ովքեր որ 2024 թվականի ապրիլի 15-ին, 16-ին, 17-ին ցույց տվեցին, որ խոշտանգումը, իսկ մենք հիշենք, որ այս գործը խոշտանգման այսպես շուրջ էր հանրային հնչեղություն զեղվել, խոշտանգումը սկզբունքորեն անընդունելի է մեր երկրում եւ այդ մարդիկ ովքեր որ չգիտեմ, մեկը 500 դրամ, մեկը 1000 դրամ, հարյուրներով մարդիկ օգնեցին, որ գրավը վճարվի եւ Սամվել Վարդանյանը բանտից դուրս գա, այդ բոլոր մարդկանց հաղթանակը թող համարվի։